Ասեմ Ժողովուրդ մինչև նկարողը գա, մի հատ սրա մասին ասեմ կարաք մասնակցեք, էլի։ Մենք ունենք ստեղ խժռիչ անգլերեն շրեդեր, որը ընտրական իրավունքն է, ու ունենք միահեծան իշխանություն, ու այս միահեծան իշխանությունը, որ սենց գալիս է սենց ընտրական իրավունքին է հանդիպում, այս սենց է լինում։ Խժռեց ընտրական իրավունքը միահեծան իշխանության։ Ով ուզում է կարող է այս պերֆորմանսին մասնակցի, մինչև սա դառնա իրականություն։ Անահիտ Ադամյան։ Ուշադիր։ Եկ կարաք բարի ֆուտբոլի պես բան անենք, ենցեց։ Նա հիտ, այո, խժռեց։ Խնդրեմ։ Էդ չէ, էդ իրավունքը, էդ չի ուտում, ես ատում։ Նայք, գնմա, կերավ, այսենց ընտրական իրավունքը վերականգնում ես միահեծան իշխանությունը կողմ է։ Էլով ազում մասնակցի։ Մի ձեռով էլ են ընտրում։ Նա մի ձեռով էլ աղտում։ Դորունց, քո երազն է, չես ուզում մի հատ ուտի։ Եստեղ են մերավ սաղկյանք սրա համար պայքարելով։ Արեգը։ Արեգ դուզում ես կազ մի քանի հատ, քո ջանը մեծ է։ Մոտս։ Դինամիկի մոտ դնում։ Մարդ թող վրա մոտս։ Այո, շատ լավն էր Արեգ ջան։ Հապուկ գնում ասա։ Բահեկայից ոչ մեկ չի ուզում ես գործողություն անում։ Բահեկային իսկակ։ Վերականգնեք ընտրական իրավունքը։ Հələ կխոսանք, հələ որ վերականգնենք ընտրական իրավունքը, հետո կխոսանք։ Ապես։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը խժռեցնում է միահեծան իշխանությունը ընտրական իրավունքով, այո։ Խժռիչին է մոտենում ԲՀԿ-ից Արման Աբովյանը, ամենաշատը իրանք են տուժել։ Մերը պետք է 60,000 նվազագույն, մերը պետք է 60,000 նվազագույն լինի, բայց ի տարբերություն այս իշխանությանը մենք մեր ամեն պես վստահած մարդու իրավունքի համար ինչը վերջ, ոնց պայքարել եք, թող չհնչի անպագողով, բայց այնուամենայնիվ ինչ այսօրս այդ պայքարը շարունակում է։ Ստեղ մի 20 հատ կա, մնացած 59,980-ներ հետո կան, համեցեք։ Տեսնում եք ինչ հեշտ է միահեծան իշխանության դեմ պայքարելը, ընդամենը մի հատ շրեդեր էր պետք։ Չիրիպաշկի նինդզյայի շրեդերներից։ Դե շնորհակալ եմ պերֆորմանսին մասնակցելու համար։ Ինձ թվում է արդեն կարանք կամաց սկսենք ու սկսելու համար Տարոն Նահապետյանին, ով ծանոթացել ենք նախորդ հանրային քննարկման ժամանակ ու խնդրեմ թե ինչով է կարևոր այս հանրային քննարկումները, որտեղ նոր մարդկանց հետ ենք ծանոթանում ու Տարոնը արդեն միացել է մեր կազմակերպչական աշխատանքներին ու ինքն էլ այսօր կբացի։
Որտեղից դու։ Բարի Եղավ չէ։ Մի վարքյան պարոն։ Մի հեծան միկրոֆոնը էլի։ Հա։ Լավ։ Սպասի։ Ստեյս լավ է, բայց ով ատերեց։ ողջույն սիրելի հայրենիքի հետ կապված կարևոր հարցին առնչվող այս իրադարձությանը հետաքրքրված հայեր, իրականում խնդիրը շատ կարևոր է ու թեման առհասարակ շատ կարևոր է, որովհետև ընդամենը 1 ամիս առաջ մենք այստեղ հավանաբար բոլորս մասնակցել ենք հերթական խորհրդանական ընտրությանը եւ այսօրվա հանդիպմանը մենք պետք է քննարկենք թե ինչ առհասարակ այդ ընտրությունը, որովհետև ինչպես մեր կյանքում տեղի ունեցող բոլոր ընտրությունները, այս պարագայում նույնպես տվյալ ընտրությունը մենք իրականացնելով երկրում եւ առհասարակ մեր կյանքում բեկումնային փոփոխություն են կատարում։ Այսօրվա հանրային քննարկումը կրելու է ընտրական իրավունքի սահմանափակումը միայնական իշխանության պայմաններում խորագիրը։ Ինչու միայնական իշխանության պայմաններում, քանի որ այսօրվա իրականության մեջ մենք ունենք միայնական իշխանություն, որի պարագայում չի գործում ոչ իշխանությունների տարանջատումը եւ ոչ էլ այլ կարևոր ելակետներ, եւ այս պարագայում միակ ամենակարևոր սկզբունքը, որ խախտվում է, դա հենց ընտրական իրավունքն է։ Եվ մենք ցանկանում ենք վկայակոչելով ընտրական իրավունքը արժևորել ընտրական իրավունքի կարևորությունը մեր իսկ կյանքում եւ փորձենք հարց ու պատասխանով եւ մեր բոլորի սեփական մտքերով արժևորել մեր իսկ կատարած եւ հետագայում կատարվող ընտրությունները։ Ֆորմատի մասին ասեմ, նախ ամբողջ այս հանրային քննարկումը կազմակերպվել է 2 կարևոր նախաձեռնությունների կողմից։ Առաջինը հենց մեր իսկ մի քանի անդամների կողմից ձևավորված հանրային դաշինք քաղաքացիական նախաձեռնությունը եւ մյուսը հավանաբար հանրապետության շատ մեծ մասին հայտնի հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը։ Այս 2 կարևոր նախաձեռնությունները կյանքի կոչեցին այսօրվա կարևոր հանրային քննարկումը նպատակ ունենալով արժևորել եւս մեկ անգամ մեր իսկ 1 ամիս առաջ եւ հետագայում կատարվող բոլոր ընտրությունները, որոնք կանխում են մեր իսկ պետականությանը։ Ուրեմն ասեմ, որ ովքեր կցանկանան բանախոսել եւ իրենց իսկ կարծիք հայտնել մասնագիտական կամ առօրեական, մոտավոր պետք է 5 րոպեի սահմաններում տեղավորվենք, այդ թվում նաեւ տվյալ կարծիքին առնչվող հարց ու պատասխանները պետքա փորձենք կրկին իսկ տեղավորել 5 րոպեի սահմաններում։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկել են եւ մասնակցում են այսօրվա այս կարևոր քննարկմանը, ուրախ կլինեմ, եթե այգում նույնպես շատերը հետաքրքրվում են եւ ընթացքում նաեւ մեզ միանան։ Մեզ բոլորիս բարի ընթացքում արդեն իսկ եթե կցանկանաք, կարող եք ձեռք բարձրացնել կամ ցանկություն հայտնել, ձեզ միկրոֆոնը կտրամադրեմ։ Շնորհակալություն։ Հա, ու առաջինը կցանկանամ հրավիրել իմ կողմից շատ սիրված իմ համալսարանի դասախոսներից մեկին, ով իր փայլուն գիտություններով առանձնանում իրավաբանական գիտությունների տեխնացու փաստաբան պարոն Արսեն Թավասյանին, որպեսզի իր մասնագիտական կարծիքը հայտնի այսօրվա հենց ընտրական իրավունքի վերաբերյալ։ Շնորհակալություն պարոն ջան։ Այս կանոնների Մի րոպե պարոն Թավասյան։ Մի րոպե։ ասածներից։ Շնորհակալություն։ Միկրոֆոնները երկուսը փոխեք։ Սենց տեղ տնենք, չէ՞։ Ոնց տնենք Հովանես։ Ահա, всё։ Լավ։ Ինչպես տեսնեք, մեզ մոտ առաջընթաց կա աշխատող ուրեմն միկրոֆոն։ Անցած անգամվա համեմատ սա շատ լուրջ քայլ է ժողովրդավարության զարգացման ուղղությամբ։ Լավ, իսկ հիմա ավելի լուրջ, տեսեք, 2 առիթ կա, ինչու ենք մենք հավաքվել եւ ինչով են դրսևորվում այս ընտրական իրավունքի սահմանափակումները։ Նախորդ անգամ ասացինք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ ակնհայտորեն դրվեց այնպիսի պրակտիկայի սկիզբ, որ ըստ էության ընտրություններում կարելի է օրինական ճանապարհով ընտրություններում հաղթած կուսակցությանը, որը ներկայացնում է 60,000 ընտրողի, ուղղակի զրկել ընտրություններին կառավարությանը կամ ազգային ժողովի մանդատների ձևավորումից, եւ հիմա մյուս քայլն են տեղի ունենում, այս քայլը, որը տեղի ունեցավ, ուրեմն ընտրական օրենսգրքի փոփոխություններն էին, որոնցով այն անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք որ չեն բնակվել Հայաստանում
ուրեմն որոշակի ժամանակահատվածի ընթացքում զրկվում են ընտրական իրավունքից, բայց դրա հետ մեկտեղ զարմանալիորեն իրենք չեն կամ իրենք շարունակում են կրել այն բոլոր պարտականությունները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առջև, այդ թվում զինվորական ծառայության հետ կապված պարտականությունները, հարկեր վճարելու հետ կապված պարտականությունները, այսինքն զրկվում են իրավունքներից քաղաքացիները եւ որևէ պարտականություններից չեն ազատվում։ Նախկինում ուրեմն մեր Արցախի հայրենակիցները նույնպես զրկվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից անօրինական ձևով բացարձակ, ընդ որում ասեմ ձեզ, որ մի քանի դատական ակտեր եղել, որոնցով ճանաչվել էր արցախցիների քաղաքացիության իրավունքը, բայց վերաքննիչ քաղաքացիական դատարանը քաղաքացիական դատավարության օրենսդրության բացարձակ խախտմամբ, իսկապես բացարձակ խախտմամբ բեկանեց այդ դատական ակտերը այն պարագայում, երբ այդպիսի դատական ակտերը չէին կարող ընդհանրապես վերաքննության կարգով բեկանվել։ Իհարկե արցախցիների հարցը իմ կարծիքով մի փոքր այլ է, այստեղ կառավարությունը ուղղակիորեն ցանկացավ զրկել ընդդիմադիր զանգվածին ընտրելու իրավունքից եւ նաեւ կարծում եմ, որ այսպես նաեւ ցանկություն կար արցախցիների դեմ որոշակի ատելություն գեներացնելու, դա մի փոքր այլ հարց է, հիմա ցանկանամ անդրադառնամ այն նախագծին, որը վերջերս ընդունվեց եւ երեք Հայաստանի Հանրապետության նախագահան ստեցան ստորագրեց այս օրենքը, որը արդեն ուժի մեջ է մտել, այս օրենքը բացարձակ հակասահմանադրական է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկու դեպք է հիշատակում, որոնցով կարելի է անձանց զրկել ընտրության իրավունքից։ Առաջինը, եթե ծանր հանցագործության համար դատապարտվել է օրինական ուժի մեջ մտրած դատավճռով, եւ երկրորդը, եթե անգործունակ է ճանաչված ելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության ընթացակարգով, ուրեմն օրինական ուժի մեջ մտած վճռով։ Միայն այս երկու դեպքերն են։ Հիմա տեսեք, մեր Սահմանադրությունը ինչով է միահեծան։ Իբր այն ժողովրդավարական է, բայց այստեղ ընտրությունների իշխանությունների բաժանում չկա եւ այլ բոլոր ձևական պատնեշները, որոնք կան, որոնք իբր պետք է ապահովեն օրենքների Սահմանադրության չհակասելը, դրանք չեն գործում։ Առաջին պատնեշն այն էր, որ նախագահան իրավունք ուներ չստորագրել այս նախագիծը եւ ուղարկել Սահմանադրական դատարան։ Այդպես չեղավ։ Այսինքն առաջին պատնեշը չաշխատեց, ձևական այն արկա է, բայց իրականում չի գործում։ Ասեմ ձեզ, որ իրականում իշխանությունների այս պնդումը հիմնված է սուտ տրամաբանության վրա եւ այդ սուտ տրամաբանությունն այն է, որ իբր Ռուսաստանի Դաշնությունից կազմակերպված ձևով քաղաքացիներ են բերվել եւ ընտրել են ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին։ Այս պնդումը թե վիճակագրական առումով է սխալ, որովհետեւ վիճակագրությունից ակնհայտ է դառնում, որ 2026 թվականի մայիսի 1-ից մինչեւ հունիսի վերջ ընկած ժամանակահատվածում մոտավորապես 30,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է Ռուսաստանի Դաշնությունից հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, դա ավելի քիչ է, քան նախորդ տարիներին, ընդ որում արկա չէ որևէ վերլուծություն, թե այդ անձանցից քանիսն է գնացել ընտրություններին։ Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է ամբողջ ինֆորմացիային, ինքը կարող էր ընդամենը համադրել երկու ցուցակ Հայաստանի Հանրապետության սահմանների հատելու տվյալները, ինչպես նաև ընտրություններին մասնակցող անձանց ցուցակներ եւ հստակ ասել, քանի Ռուսաստանի Դաշնությունից եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացի է մասնակցել ընտրություններին։ Այդպես չի արվել այն պարզ պատճառով, որ իրականում ընտրությունների վրա ազդեցությունը Ռուսաստանի Դաշնությունից եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների չնչին է եղել, որովհետեւ նաև սուտ է այն պնդումը, որ Ռուսաստանի Դաշնությունից եկած բոլոր Հայաստանի քաղաքացիները ընդդիմություն են կազմում կամ ընդդիմադիր հայացքներ ունեն գործող իշխանություններին, դա նույնպես սուտ պնդում է։ Իմ կարծիքով այս փոփոխությունները երկու նպատակ են հետապնդում, առաջինը քաղաքական, իրականում կարծում եմ, որ իշխանությունների համար բավականին ցավալի էր այն, որ իրենք չեն հավաքել ընտրությունների արդյունքներում 50%-ից ավելին, եւ իրենք ուզում են արդարացնել այդ 50%-ից ավելին չհավաքելը նրանով, որ տարածում են կեղծ տվյալներ, որ իբր Ռուսաստանի Դաշնությունից կազմակերպված անձինք են եկել, դրա համար իրենց տոկոսը 50%-ից պակաս է, եւ երկրորդը սա ակնհայտ է կարծում եմ բոլորին, որ հող է ստեղծվում ապագա սահմանադրական փոփոխությունների համար, որովհետեւ սահմանադրական փոփոխությունների վավերության համար պահանջվում է, որ ընտրական ցուցակներում գրանցված քաղաքացիների 25%-ը առնվազն կողմ քվեարկի սահմանադրությանը, եթե մենք ելնում ենք այն տվյալներից, որոնք որ կան, ստացվում է, որ իշխանությունները, եթե մենք ունենք 2.5 միլիոն գրանցված ընտրող, երևի թե չեն կարողանա հաղթահարել այդ համապատասխան շեվը, բայց եթե այս միջոցներով կրճատվում են ընտրություններին մասնակցող իրավունք, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը, ասենք 2 միլիոնի, հնարավոր իրենք կարողանան 500,000 ձայն հավաքել։ Հիմա ինչ կարող ենք մենք անել։
Իրականում ցավոք սրտի հանրային ճնշումից բացի որևէ բան այստեղ մենք չենք կարող անել, որովհետև հանրային նախաձեռնություններ կամ հանրային օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու համար այս պարագայում, քանի որ սահմանադրական օրենքի հետ գործ ունենք, կա արգելք սահմանադրությամբ, մենք սա ոնց որ թե չենք կարող օպտիմալ իրագործել, բայց առնվազն կա իրավական այլ, ուրեմն քայլ, դա առնվազն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին, падգամավորներին ստիպելն է, որպեսզի իրենք դիմեն սահմանադրական դատարան, 1/5 իրենք ունեն մանդատների թիվը անհրաժեշտ եւ կարող են դիմել, նույնիսկ գործող ազգային ժողովի միջև օգոստոսը իրենք կարող են դիմել սահմանադրական դատարան, խնդրելով սահմանադրական դատարանին դիտարկել այս օրենքի սահմանադրականությունը եւ բնականաբար մյուս ձևը դա հանրային ճնշումն է, հանրային ճնշման մենք կարող ենք խնդրել մարդու իրավունքների պաշտպանին, ինչքան էլ հասկանանք, որ հնարավոր է որոշակի վերապահումներ լինեն, այնուամենայնիվ նա նույնպես սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունի, մեծ այս քայլերը ցավոք սրտի իրավական տեսակետից այսքանով ավարտվում են, բայց հանրային ճնշում մենք ամեն դեպքում կարող ենք գործադրել եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ եկել եք եւ ամրապնդում եք այս հանրային ճնշումը, որը մենք կարող ենք գործադրել։ Շնորհակալություն։ Հա։ Տեսեք, ես տեղեկություն չունեմ դիմել են արդյոք թե չէ, գործող ազգային ժողովի 1/5-ը կարծում եմ իրենք չէին կարող դիմել այս պահին, որովհետեւ նախագահան դեռ չէր ստորագրել օրենքը, նախագահան ստորագրել է 3, եթե չեմ սխալվում, այո, դրանից հետո իրենք կարող են դիմել։ Հա։ Եթե հարց եք տալիս, դե հարցը sense տվեք։ Իրավաբան եք։ Այո։ Որ համասարանում պետական թեմ մասնավոր։ Ես Երևանի պետական համալսարանում եմ դասավանդում քաղաքացիական իրավունքի ամբիոնում, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանում, էլի քաղաքացիական իրավունքի ամբիոնում։ Հիմա ակտիվիստի տեղ ունեցավ հունիսի։ Այո։ Պետական խորհրդանական ընտրություններ ճիշտ է։ Այո։ Արտավերջին 105 պատգամավոր, 65 քփի, 41-ը կեված 104։ Կարևոր չի, հա։ 64-ը քփից 41-ը ընդդիմադիր։ Ճիշտ է։ Այո։ Ինչ արժանապում որպես իրավաբան պետական բան այ պատմող Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրացնում, դրա վերաբերյալ մեր նախորդ քննարկումներ եւ մենք խոսում էինք միահեծան իշխանությունից, հենց այս տեսակետից շատ կարճ ասեմ, որովհետեւ նախորդ քննարկման ժամանակ երկար խոսել ենք, ինչպես նաեւ չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, այլ անձին կամ որոնք ցանկանան խոսել։ Իմաստն այն է, մեր սահմանադրությունն այնպիսին է, որ այն կուսակցությունը, որը չի ստացել քաղաքացիների, ընտրություններին մասնակցած քաղաքացիների 50%-ից ավել, ազգային ժողովում ստանում է 3/5-ից ավել մանդատներ, ընդ որում սահմանադրական դատարանի նաև անօրեն որոշման պատճառով եւ կարող է ոչ միայն օրենքներ ընդունել իր քմահաճույքով, այլև սահմանադրական օրենքներ այնպես էլ անկախ մարմինների ընտրություններին մասնակցել։ Լավ, ես այսքանով ավարտեմ ձեր թույլտվությամբ, էլի կներեք, մենք հետո մասնավոր կարող ենք խոսալ, ուղղակի այլ անձինք կան, որոնք ուզում են նաև արտահայտվել։ Կրկնում եմ մեր ռեգլամենտը, խնդրեմ 5 րոպեի շրջանակներում սահմանափակվել։ Խնդրեմ։ Հա։ Շնորհակալություն շատ Արսեն ջան, հիմա խոսքը փոխանցենք Գեր Աբովյանին։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ այսքան պատկառելի դեմքեր տեսնել առայժմ չնստած։ Նստած, բայց չնստած։ Հա, առայժմ չէ։ Հա, նստած եք։ Հա, վանդակների հետևում, ճաղերի հետևում, չէ, որովհետև ամեն կատակը ունի մեջ ճշմարտության երանգ, մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ, չգիտեմ, խոսքի, լայքի, հայացքի ու հայ մնալու, դե լավ սենց ասենք, իրավունքի համար մարդիկ գնում են եւ նստում են եւ մարդկանց բռնում եւ նստացնում են։ Մարդիկ կարան համաձայնվեն, չհամաձայնվեն, գլուխ ցավացնեն, դա տենց է։ Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա այո, ես ներկայացնում եմ այն քաղաքական ուժը, ումից լկտիաբար գողացան ձայները, որ ավելի խորքային հասկանանք ինչ է կատարվել, ոչ թե գողացան լոկ ձայները, մենք հաճախակի օգտագործում ենք այն բառակապակցությունները, որոնք չեն արտացոլում իրավիճակի խորությունը։ Գողացել են
մարդու հիմնարար իրավունքը կապ չունի, ինքը սատարում է իշխանությանը, ընդդիմությանը, չգիտեմ, Պողոսին, կամ Պետրոսին եւ այլն, դրա մեջ չի հարցը, Պողոս Պետրոս է, բայց մարդիկ ունեն իրավունք իրենք որոշեն ոնց են ապրում երկրում։ Առաջին նշույլը, երբ որ երկիրը դադարում է դառնալ երկիր, այլ դառնում է լվացքի մեքենա կիսով չափ մսաղած, երբ որ այնդե նստած մարդիկ որոշում են, թե մենք ինչպես պետք է ապրենք։ Բարգավաճ Հայաստանի հետ կատարված ինքը ակնհայտ ցույց տվեց, որ իշխանությունը, որը հիմնվել էր, կհիշեք, չէ՞, 18 թվականից մինչև 26 թվականի հունիսի 6-ը, եթե ընդդիմախոսը խոսում են, ինչ էին ասում էին, ախպեր, ինչ ուզում ես խոսա, մենք ունենք լեգիտիմություն, մեզ մարդիկ վստահում, կարող է ազգը որոշել է գնա ինքնասպանվի, ինչ եք դուք տես ներվային անում, կա լեգիտիմություն։ Ամսի 8-ի գիշերը մենք բոլորս ականատես եղանք խուժանավարի ուղղակի ընտրական թե օրենսգրքի, թե մարդու իրավունքների, թե մարդու առհասարակ ձայնի, իրավունքի, չգիտեմ, ոչնչացում կասեք, մարդու իրավունքի բռնաբարում կասեք, ձայնի իրավունքի, չգիտեմ, ոնց ուզում եք, ինչ էպիտետ ուզում եք վերցրեք, մենք տեսանք դա, երբ որ ափալ-թափալ Պանիխիդայի դեմքով դուրս են գալի եւ հայտարարում են, որ հաղթել է, երբ որ ժամը 2-ին կներեք 10% է հաշված չէ ձայների, արդեն հայտարարում է հաղթանակի մասին, ընդ որում կրկին հասան սաղ Պանիխիդայի դեմքերով, իրանք դա գիտեն, չէ, իրական պատկերը, բայց հիմա ես չեմ ուզում խոսեմ իշխանությունների մասին, ես ուզում եմ խոսեմ շատ կարևոր մի բանի մասին։ Բարգավաճ Հայաստանի ձայները չեն տարել, 60,000 ձայնը, դա միայն Բարգավաճ Հայաստանի ձայնը չի, դա բոլորի, նույնիսկ այն մարդկանց, ովքեր աշկով աշկ չունեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, այդ մարդկանց հիմնարար իրավունքն է, նույնիսկ եթե մարդու մտավոր ունակությունը թույլ չի տալի դա հասկանալ։ Մենք փորձում ենք հիմա աշխատել եւ ճիշտ ենք անում եւ շնորհակալություն պարոն Թավադյանին, իրավական նորմերով, բայց դա նման է մի իրավիճակի, երբ որ այրվում է շենքը եւ մենք փորձում ենք հասկանալ մեր այդ տնային գրքույկի մեջ ինչա գրված, տունը վառվում է, պաժար է, մարդիկ են վազվզում են, մեկը նստած ասում է, լավ է որ վառվում է, այն մյուսը նստած ասում է, ես պաժարնիկ չեմ, ես չեմ խառնվում, կանչը, տենց մարդիկ չէ, ես քաղաքականության մեջ չեմ խառնվում, այդ էս նստած տունը վառվում է, ինքը չի խառնվում, բայց այն ինչ այսօր արվում է, նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի հանդեպ, Գագիկ Ծառուկյանի հանդեպ, որը պարզապես ուղղակի մարդու մտքով չէր անցնում, չէ՞ որ sense բան հնարավոր է։ Դա կատարում է ոչ միայն Բարգավաճ Հայաստանի, դա կատարում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, դա կատարվում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր մինչ այսօրս դե կան, տարբեր մարդիկ կան, սատարում են իշխանությանը։ Քաղաքագիտական նորմը, քաղաքագիտական իրողությունը, քաղաքագիտական ֆունդամենտը ոչ ոք չի կարա հերքի։ Հեղափոխությունը միշտ խժռում է իր տերերին։ Ու հիմա մենք տեսնում ենք մի process, երբ որ իսկ ով էր տերը հեղափոխության, այսպես կոչված, որտեղ հեղափոխություն չէր իմ խորին ժողովուրդը։ Խժռում են ժողովուրդը։ Ինչ պետք է անել։ Ես միանգամայն համաձայն եմ գործընկերների հետ, ես բազմաթիվ անգամ Հայկի հետ եմ խոսացել այս թեմայով, ես բազմաթիվ անգամ հնարավորություն եմ ունեցել Տիկին Կոստանյանի հետ խոսել, Մենուայի հետ Սոլոմոնյան։ Ինչա պետք անել։ Այնինչ այսօր այստեղ քննարկվում է, մենք բոլորս էլ երեխա չենք, չէ՞, մենք հասկանում ենք, որ այսօր սա այս process-ները անհնար է։ Եկեք ճիշտը խոսենք։ Ինչ որ մեկը այստեղ կա, որ կասկածում է, որ սահմանադրական դատարանին, եթե SMS գա, օրինակ սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Անտարկտիդայում, եւ պետք է շարժվի համաձայն, չգիտեմ, Անտարկտիկ տենց օրենքների։ Սահմանադրական դատարանի, կներեք, եզրակացությունը բողոքների հանդեպ
Դա իրականում որպես իրավաբան կարծում եմ իրավաբաններին շատ հետաքրքիր։ Գիտեք չէ ոնց է։ Խորհուրդ կտամ բոլորը կարդակում։ Սահմանադրական դատարանը, Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշին, Միասնության թևեր, գրեթե բոլոր բողոք ներկայացրած քաղաքական ուժերի բողոքը վերցնում է։ Իր եզրակացության մեջ փաստացի գրում է, որ տղեկ ճիշտ եք ասում։ Դուք ճիշտ եք։ Այդ խախտումները եղել է, մենք չենք ասում չի եղել։ Եղել է, որ 3000 հոգի ոչ թե ձայներն են գողացել, ընդհանրապես զրկեցին ընտրելու իրավունքից։ 3 ընտրատեղամասերում, երբ որ չեղարկեցին ու ասացին, չէ, նոր ընտրություն չի լինի։ Ասում են ճիշտ եք ասում։ Ամեն ինչ էլ եղել է, սալդատել են բերել, զինվորել են բերել։ Անհամաչափ ուղղակի ճնշումներ են եղել, տերոր ա եղել, ամեն ինչ եղել է, բայց ներող չեն կարող ոչի բան անել։ Սահմանադրական դատարանը ինչի համար է, եթե իրանք նրա համար էին, որ մեզ մեր դարդերը պատմեին, մենք առանց դրա իրանց ամեն ինչ ինչ որ պետք է պատմել էին։ Այսինքն ես չեմ տեսնում հնարավորություն այս պարագայում Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ սահմանադրական դատարան դիմելով, նույնիսկ չգիտեմ, հեսա նորընտիր ազգային ժողովրդային քիչ կլինի։ Բոլորը զգացել եք, չէ՞, սպտատրոպ սպասում են այդ շոուին, այդ ինչ ա լինելու, ինչ ա լինելու։ Սպասում են։ Ստեղ խնդիրը ավելի շուտ խորքային է։ Մենք պետք է հասկանանք հետևյալը, որ այսօր այս հարթակում, եւ ես շնորհակալություն եմ հայտնում այս հարթակի հեղինակներին, ձևավորվում է այն ապագայի տեսլականը իրավական առումով, որը պետք է ապահովի, որ հանկարծ չկրկնվի այն քաղաքագիտական իրավական առումով խուժանությունը, որի պայմաններում մենք այսօր ապրում ենք։ Սա է ամենակարևորը, որովհետև ի տարբերություն ոմանց հայ ազգը եւ մեր հայրենիքը հարատև է։ Իսկ բոլորը գնացող են, չկա հավերժ իշխանություն։ Հիմա այդպես վատ բան եմ ասում, ոչինչ տենց քաղաքագիտական նորմա, իսկ հայրենիքը հավերժ է։ Վերջ։ Հա, ես ազգային ժողով աշխատած մարդ եմ, 5 րոպե ռեգլամենտ ա տված։ ասեցի, որ այս հարթակը ազգային ժողովից ավելի մի քանի մետր բարձր է աշխարհագրական տեսակետից, մենք կարող ենք դիտարկենք, որ մենք ավելի բարձր ենք եւ այդ բարձրությունը մենք պետք է հետագայում աշխատենք պահել։ Հիմա դուք նշեցիք Բարգավաճ Հայաստանի կուսակցության հանդեպ կատարածը եւ ստեղ կա երկու կողմ շահառու։ Առաջինը դա կուսակցությունն է, երկրորդը ընտրազանգված է եւ ժողովուրդը ընդհանրապես, որը ընտրել է Բարգավաճ Հայաստան։ Երկուսն էլ պետք է ինչ անեին, ըստ երևույթի համագործակցեին, համակարգվեին կուսակցության կողմից։ Սակայն այդ ամեն ինչը մենք չենք տեսել։ Ստեղ իրավական կողմով դատի տալը կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սահմանադրական դատարանի որոշմանը, միջազգային ակցիաներում դուք ունեք այն ռեսուրսը, կուսակցությունների նկատմամբ, որ այդ ամեն ինչը կարող է անի։ Իսկ ժողովուրդը չունի այդ ռեսուրսը։ Չնայած ռեսուրս ունեցողը եւ առանձին անհատներ փորձել են դիմել ձեր ղեկավարությանը եւ անարդյունք է մնացել։ Դրա մասին մենք կարող ենք հետագայում խոսալ, պարոն Աբովյան։ Դրա մասով ինչ կասեք, շահառուների մասով, որ շահառուները պետք է համագործակցեին տարական մակարդակով, այսքան։ Շնորհակալություն, միանգամից ասեմ, շահառուներ չեն, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես հասկանում եմ կոնտեքստը, որ ավելի ճիշտ լինի։ Ինչ վերաբերում է համագործակցության, այստեղ ոչ թե համագործակցություն է, մենք Եսին վերի արտին ծորեն չենք ու ժողովուրդը առանձին չի, որ մենք ընենց գանք, ասենք ժողովուրդ ջան, եկեք համագործակցենք։ Մենք ժողովրդի մի մասն ենք։ Մենք այս կամ այն առումով միշտ էլ այդ process-ի մեջ ենք։ Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա ես իզուր չասեցի իմ խոսքի ամենասկզբում, որ ոչ մի բան չի ավարտվել եւ բոլոր օրինական ես ընդգծում եմ սահմանադրությամբ նախատեսված փառքասում նույնիսկ այս ոչ լիարժեք սահմանադրությունը, բայց այնուամենայնիվ ինքը հնարավորություն է տալիս։ Եվ ամենակարևորը մենք թույլ չենք տա, որ այս կամ այն, հա, չեմ ասի քաղաքական ուժ,
որովհետև ըստ էության կոնսոլիդացիոն գործընթացը բարգավաճներ սկսե, երբ որ կոնսուլտացիաներ սկսեցին կոնսոլիդացիայի եւ ամսի 14-ին հունիսի գրեթե բոլոր իրական քաղաքական ուժերը հավաքված էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ մենք չպետք է տրենգի պարենք իշխանության թուրքերեն ոնց է դուդուկ չգիտեմ։ Ոչմ դուդուկի տակ։ Հա, ոչմ իրանց այդ բանի տակ։ Ինչի համար, որովհետև նախատեսված էր նվազագույնը խռովություն, հա, իրանք տենց էին ուզում, որ մարդիկ դուրս գան այդ, գիտեք, անարդարության գոլորշին, sense դուրս գա մարդկանց ջարդեին, բերդերը լցնեին ու այն ընդվզումը, որը մարդկանց մեջ կար, ուղակի գետնով տային։ Մենք կարող չենք հասկանում դա։ Երբ որ մենք մի ունիկալ իրավիճակում ենք, իշխանությունը կայնում է կոչանում, ասում դուրները չի գալի ժողովրդին հանեք դուրս։ Չհասկանալով, որ դրանով ինքը ըստ էության ապացուցում այն պահը, որ ինքը ապա լեգիտիմ է։ Ոչ մի իրան հարգող իշխանություն երբեք տենց բան թույլ չի տա։ Հարգող ես նկատի ունեմ համոզված իր նվազագույնը մի քիչ ուժերի կամ հաղթանակի միջև։ Այո, շատ բարդ է։ Այս նախադասությունն էլ ասեմ ու երևույթի կնստեմ։ Այո, շատ բարդ է։ Հա, էլի։ Հիմա չնայած մի բան էլ ասեմ, չգիտես լավ ու վատը որն է։ Այստեղ գոյություն ունի հետևյալը։ Բոլոր գործողությունները, որոնց մենք ականատես ենք, մենք պետք է աշխատենք անել, որքան էլ զավեշտալի չհնչի, օրենքի եւ սահմանադրության շրջանակում։ Բայց դրա հետ մեկտեղել ոչ մի պարագայում չպետք է թաքնվենք նաեւ այդ խոսքերի ետևում ու ոչ մի բան չանենք։ Կան չէ, տենց ազնիվ լինեն, կան չէ մարդիկ։ Տենց թաքնվում են այդ խոսքերի հետևում ու ոչ մի բան չեն անում, չէ։ Բայց կրկնեմ, մենա չէ կամերան օրենքի եւ սահմանադրության շրջանակներում, շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, ուղղակի կուզենամ մի անդրադարձ կատարեմ ընկեր Բաբանի խոսքին, որ նշվեց, որ պետք է այդ թվում նաև միջազգային ատյաններին դիմել կամ այլ կերպ ասած հույսը դնել նաև արտաքին ուժերի վրա։ Ես իմ համեստ կարծիքը կասեմ, որ մենք աշխարհում մենակ ենք։ Այսինքն խնդիրը պետքա չլինի այն, թե դրսում մեզ ով կարա օգնի, այդ թվում նաև որոշակի իրավական ինստանցիաներ, եթե դրա մասին էր խոսքը։ Ես ելնում եմ այդ տեսակետից, որ միակ ելքը այս վիճակից դուրս գալու դա քաղաքական իշխանություն եւ ժողովուրդ պայքարի մեջ է։ Եթե կհաղթի քաղաքական իշխանությունը, կշարունակվի այս գիծը։ Եթե հաղթի ժողովուրդը, կմտնենք այլ գիծ, հուսամ ավելի լավը։ Ու շատ հաճախ հենց այդ կոնտեքստում, այս քննարկման կոնտեքստում մի օրինակ եմ ուզում բերել, շատ հաճախ շեշտվում է, հատկապես տարբեր լրատվամիջոցներում, տարբեր հանրային հասարակական քաղաքական գործիչների կողմից, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է դիվերսիֆիկացվի, տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվի, բայց չգիտես ինչի ոչ մեկ չի անդրադառնում այն հարցին, որ ներքին կյանքն էլ պետք է դիվերսիֆիկացվի հենց այս քննարկման կոնտեքստում։ Այսինքն, եթե ամբողջ շեշտը դրվում է մի մարդու վրա, լինի դա կիսանախագահական կամ խորհրդարանական կառավարման համակարգ, դա մեծ խնդիրներ է առաջացնում։ Հենց պետք է ժողովուրդը պետք է կարողանա դիվերսիֆիկացվի իշխանության երեք թևերը։ Կկարողանա ժողովուրդը դա անել, դա կախված է նրանից կցանկանա թե չէ։ Իսկ կցանկանա թե չէ, դա կախված է հենց այն քաղաքական հասարակական գործիչներից, ովքեր շատ հաճախ հանրային խոսք են հնչեցնում։ Այսինքն, եթե իրենք չուզենան այդ ցանկությունը առաջացնել ժողովրդի մոտ, վստահաբար դա չի էլ առաջանալու։ Շնորհակալություն, ես խոսքը փոխանցենք ընկեր Սավգուլյանին։ Հայակվե վարչության անդամ Արեգ Սավգուլյան։ Ճիշտ ասեցի, չէ՞։ Երկու միկրոֆոնով խոսեմ։ Տեսախցիկը ինձ ավալը ֆիքսում է, թե ավելի հեռու կանգնեմ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Դանիել Օրտեգան
Սալվադոր չէ, վերջերս Նիկարագուա է։ Կարող անդել է նախագահ, չգիտեմ։ Նիկարագուա ՍՊ-ի տնօրենը կամ նախագահը հայտարարում է, որ իրենք այլևս ընտրություններ չեն ունենալ։ Եվ ընդհանրապես, երբ որ միջազգային ասպարեզում նման խենթ մտքեր են ներվում, ես իմ մոտ մի քիչ նախապաշարումներ եմ սկսում, որտեղ մեր մոտ ուզում են սահմանադրություն նոր ընդունել։ Կարող մեր մոտից էլ արմատախիլ անեն սահմանադրությունից, ընդհանրապես ընտրության գաղափարը, որտեղ այն ինչ որ կա, իրանք աղավաղում են։ Չկա ընտրություն, չկա նաև այդ ընտրության լեգիտիմության հարց, ըստ էության։ Եվ 9-րդ գումարման ազգային ժողով մենք բոլորս գիտենք, որ ինքը ոչ լեգիտիմ է։ Դա գիտի եւ իշխանությունը, եւ գիտի նաև ընդդիմությունը։ Ես շատ չեմ խորանա ընտրական այդ վերլուծության process-երի մեջ, որտեղ մենք եղել ենք, խոսել ենք։ Ավելի շատ խոսեմ եւ հայկին խնդրեմ, որ ռեգլամենտը պահի մի անգամից կտրուկ բաներ։ Հանրային խորհրդարան գաղափարի մասին, որը ասպարեզ է, այսպես ասած, այդ թեզը առաջ քաշվել հայաքվե ազգային քաղաքացիական միավորման կողմից։ Քանի որ մենք ունենք մի կողմից ինստիտուցիոնալ առումով գործող ազգային ժողով, բայց որը լեգիտիմ չի, մեզ մոտ նաև այն գաղափարն առաջացել, որ մենք հանրային քաղաքացիական նախաձեռնությունների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների համախմբման միջոցով կարող ենք ստեղծել մի հարթակ, որտեղից հստակ կարող ենք հանրային ճնշում գործադրել գործող ազգային ժողովի վրա եւ դառնանք որոշակիորեն զսպաշապիկ այս միահեծանության հակակշիռ։ Ինչպես ենք դա պատկերացնում, մենք դրան առանցին կադրադառնանք, ասուլիսով կներկայացնենք ողջ կառույցը, ձևավորման մեխանիզմները, բայց կարճ մի երկու անդրադարձ։ Ունենալու ենք պատվիրակներ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներից եւ այն խնդիրները, որոնք հուզում են մեր հասարակ քաղաքացիներին, լինելու են մեր ուշադրության անմիջական կենտրոնում։ Եվ այս առումով, երբ որ ազգային ժողովները սովորաբար, այսպես ասած, հերթական գումարումները ձևավորվում են, իրանք կտրվում են իրականությունից եւ շատ դեպքում հասարակ քաղաքացու հարցը մնում է չլուծված։ Հանրային խորհրդարանի հիմնական խնդիրը ոչ թե այս ազգային ժողովին փոխարինելն է, քավլիցի, այլ կոնկրետ ժողովրդի եւ պետության, ժողովրդի եւ ազգային արժեհամակարգի միջև կարևորագույն կամուրջի գործառույթի ստանձնումն է եւ նաեւ իրավապաշտպանական գործունեությունը։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ չխորանան քանի հոգի մասնակցեցին, ով ինչ շանս ուներ եւ այլն, այդ անցյալը պետք չի բանանել, բայց հստակ ցույց տվեց Ժողովուրդ ջան, որ դաշտում բավականին քիչ են առողջ ազգային մտածելակերպ ունեցող ուժերը, որոնք անընդհատ հանիրավի թիրախավորվում են եւ մեկուսացնում, որտեղ աշխարհի ընթացքը գնում է այնպես, որ ազգային ուժեր ոչ միտեղ ոչ ֆինանսավորվում են, կոպիտ ասած, ոչ էլ այդ ազգային ուժերի համար ասպարեզը անդրվում։ Հիմա մենք կգտնենք այդ միջանկյալ, այսպես ասած, հատվածը եւ կարելի ասել, որ այս քննարկումները նախորդ քննարկմանը ես հրավիրված չկարողացա մասնակցել, ողջունեցի եւ նաեւ մեր հայաքվե ազգային քաղաքացիական միավորման մեջ այս ֆորմատները քննարկվում էր, որ պետքա հավաքվենք, քննարկումներ ունենանք եւ կարողանանք նաեւ այն միտքը, այն խնդիրները, որոնք մենք զգում ենք, փոխանցենք մեր հանրությանը, որովհետեւ այսօր ատոմային ռումբը գցել է քաղաքական դաշտում, կա ընդհանուր հիասթափվածություն, իհարկե եւ ընդդիմությունից ավելի շատ եւ նաեւ բնականաբար իշխանական ուժերից եւ այս առումով կա ընդհանուր անվստահություն դեպի քաղաքական եւ պետական համակարգ։ Հիմա ունենք մի տարբերակ նշվեց, հա, ձեռներս ծալենք, նստենք, ամեն մեկ իր առօրյա հոգսերով զբաղվի եւ ոչինչ չանենք։ Եվ ունենք մի այլ տարբերակ, ստեղծենք հարթակ, որտեղ բոլորս միամուռ ուժերով կարանք ծառայենք մեր երկրին, մեր պետությանը եւ մեր ժողովրդին բնականաբար։ Շնորհակալություն։ Հարցեր ժողովրդի։ Եթե չկա, ես կա։
հայ խորհրդանի ասուլիս անդամ որոշ կա երբեք ունեցել արդյոք հետաքրքիր է այդ խորհրդանը նույնպես ընտրությունները ձևավորվելու ինչ ձևավորությունը Հովհաննես ջան, հանրային խորհրդանի ընտրական մեխանիզմի հետ կապված մի երկու քննարկում ա եղել, ինքը իրականում ունենալու է հանրային падգամավորներ, որոնք կարող է մոտավորապես այն թվով լինի ինչ-որ ազգային ժողովում, բայց մենք ունենալու ենք նաև մոտավորապես 1000-ի կարգի պատվիրակներ տարբեր համայնքներից։ Այստեղ խնդիրը այդ աթոռը չի, որ մեկը հանրային падգամավոր է, ներկայացնում է հանրային խորհրդարանը, այլ մեր հիմնական նպատակը, որպեսզի մենք կարողանանք ստեղծենք հարթակ, որտեղ առողջ մտածելակերպ ունեցող մարդիկ կարողանան արտահայտվեն։ Հիմա մենք այսօր ստեղ մոտավորապես մի 50 հոգի ենք, պատկերացրեք նույն օրը ենթադրենք 12 վարչական շրջաններում, 12 տեղերում սենց հանդիպումներ ալնում եւ ուղղակի մարդիկ այդ օրը քննարկում են համայնքային խնդիրները։ Մի օր քննարկվում է քաղաքապետարների հարցը, մի օր քննարկվում է սահմանադրության հարցը։ Մենք մեր հասարակության ուղղությամբ պետքա տանենք հստակ աշխատանք, որովհետև այս քարոզչական, այս քաղաքական մշակույթի պայմաններում անընդհատ պարտություն է կրելու առողջ ազգային ուժը։ Ու դա արդեն նմանվում է ինչ-որ հավերժական շարժիչի ճակերտը, որը այդ տեղապտույտից մենք մեր հասարակությանը եւ քաղաքական միտքը պետք է ազատենք։ Իսկ այդ մանրամասները ընդհանրապես քննարկի ինչի չեն խորացել ընտրական մեխանիզմների վրա, որովհետև մենք ընդհանուր պրոյեկտը կներկայացնենք հանրությանը, կձևավորենք լայն հարթակ աշխատանքային խումբ, կհրավիրենք ընդհանուր նաև ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին եւ կորոշենք թե ինչպես ենք մեր աշխատանքները կազմակերպել։ Ասեք։ Բան մի հատ բացատրես։ Դրամագծորեն հակառակ կարծիքներ, որը հարցի վերաբերում է, դա միշտ նույնն է։ Ու ենթադրեք քննարկումները սովորաբար ասում, չի տալիս արդյունք։ Ունեք գործիք, ինչ-որ մեթոդ ձեր, որպես այդ հարցը լուծվի նման դեպքերում։ Շնորհակալություն։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Եվ բաց, ասում փողոցային սլենգով ասած, բացի տավտոլոգիայից, որ պետք է զբաղվեք գործական հարթությունում ինչ եք անելու։ Մենք ունենալու ենք արագ արձագանքման մոբիլ խումբ, հանրային խորհրդանի падգամավորների եւ պատվիրակների, որոնք տարատեսակ համայնքային հարցերին արագ արձագանքել են եւ ավելի տարածքային այդ ավագանիները, որ կա, որ հիմնականում պարապոխի են մատնված, այդ ավագանիներին կից տեղական հանրային խորհրդարանի բջիջներ կձևավորվեն եւ իրենք անմիջականորեն կմասնակցեն իրենց նիստերի եւ այդ համայնքում կատարելով կարիքների գնահատում գործնական հավաքությամբ հանրային ճշմամբ կստիպեն, որ իրանք աշխատեն։ Այս հանրային խորհրդարանի հիմնական նպատակն է, որ ստեղծի ձևավորվի այն ճնշման մթնոլորտը, որի ներքո եւ համապետական եւ մարզային կառույցները պետք է աշխատեն։ Իսկ այդ ձեր ասած հարցերը նույնիսկ քննարկել ենք տարբեր, նույնիսկ շատ փոքր ոչ համապետական մասշտաբի հարցեր, հա դիցուկ փամբակում էր, հա մի հատ կամուրջի պատճառով տասնյակ զոհեր ա եղել, ինչա թե այդ կամուրջից օգտվել են։ Կարելի է այդ հարցը շատ արագ կարգավորել, չսպասել, որ հերթական զոհերը լինեն, հերթական երեխաները ողբերգական բանը ավարտ ունենա, որ կարողանան այդ հարցերը լուծել։ Եվ այդ հարցերը իրականում հանրապետությունում բազմաթիվ են, ուղղակի քաղաքացին այնքան իր իրավունքները չի գիտակցում կամ անզոր է, իրականում անզորությունից է գալի։ Նոր Մարաշ վարչական շրջանում երեք մեկին վիդեո ա ուղարկել, խնդրում ա որ օգնեք, որովհետև չգիտեմ, Վիոլա ջուրը 10 տարի իր պարտականությունները չի կատարում, տան 5-ը ամբողջ օրը բանը, այդ կոյուղու ջրերի մեջ թաղված է, այդ ինը պայքարում է, իր հիմնական խնդիրը դա է։ Որ պրիմիտիվ դա հացկա պետքա կարգավորել։ Ես շատ կարող եմ մասնավոր խնդիր եմ ասում, բայց այս մեր ժողովրդի հիմնական նաև կենցաղային հարցերի լուծում տվող չկա։ Մենք անընդհատ կարանք այդ համապետական հզոր վերաշունչ գաղափարների մասին խոսենք, բայց կոնկրետ քաղաքացու կողքը մարդ չկա, որ կանգնի իրան օգնի։ Իսկ հանրային խորհրդարանը պիտի ունենա այդ առաքելությունը, եթե այդ գաղափարը չաղավաղվի եւ չփորձեն նաեւ այդ գաղափարը բանտարկեն կամ մեկուսացնեն։ Ես երևի ավարտեցի կարծրով։ Շնորհակալություն։
Շնորհակալություն եկեր Սահակյան, ընդհանրապես մի խնդրանք ունեմ, հատկապես խոսքս վերաբերում է քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում նաև հայոց ազգային քաղաքացիական միավորմանը, որտեղ իրենք էլ իրենց հերթին շատ մեծ դերակատարություն ունեն քաղաքական դաշտում, որպեսզի այնպես չստացվի, որ մենք ուղղակի քննարկում արեցինք յուրաքանչյուրս մեր կարծիքն ասեց, օրինակ ընկեր Սահակյանը իր տեսակետն ասեց որոշակի համագործակցության, կխնդրեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւս այդ տրամաբանության մեջ իրենց խոսքը ասեն։ Հիմա ձեր թույլտվությամբ ընկեր Դանիելյան, խոսքը փոխանցենք Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանին։ Շնորհակալություն, ես կաշխատեմ շատ կարճ խոսել, ուղղակի մի քանի թեզեր առաջ քաշել։ Առաջերտին շնորհակալություն կազմակերպիչներին, հանրային քննարկում կազմակերպելու համար, շատ կարևոր է, եւ հատկապես ես երանում եմ Հայկ Դողուցով իր համառության վրա, որ ինքը արդեն երկար ժամանակ նման նախաձեռնություններով է հանդես գալի եւ շարունակում է եւ նաեւ այսօրվա քննարկումը նաեւ Հայկի, Հովհաննեսի եւ մյուսների նախաձեռնությունն է։ Հայակվեի եւս բնականաբար։ Ինչ եմ ես ուզում ասել, շատ կարևոր է ընտրական իրավունքը։ Ընտրական իրավունքը Հայաստանում խախտվում է 1995 թվականից։ Այսօր Հայաստանում ընդհանրապես սահմանադրություն չի գործում եւ բոլոր իրավունքներն են խախտված, նաեւ ընտրելու իրավունքը։ Եվ սակայն ես ուզում եմ մի այլ հարցադրում անել։ Ենթադրենք Հայաստանում ընտրելու իրավունքը շատ լավ է, հա, 100% աշխատում է։ Իսկ մենք մտածում ենք ինչ ենք ընտրում, ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանի քաղաքական ուժերը, որի մեկի ներկայացուցիչը ես եմ, եւ դրա համար սա ընդունեք նաեւ ինքնակնդատություն եւ քննադատություն բոլորի։ Ում են պետք քաղաքական ուժերը, երբ որ նրանք հանրության հետ կապված չեն։ Եվ այդ հարցը այստեղ տալիս են, թե որ քաղաքական ուժեր եւ հանրություն կապը չկա։ Իսկ ով պետք է այդ կապը կազմակերպի, կառուցի, դա քաղաքացիական հասարակությունն է։ Ցավոք սրտի Հայաստանում եղած քաղաքացիական հասարակությունը ծառայում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին եւ նրանք արհեստական են եւ ձևավորված են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, մասնավորապես հեռու չգնանք։ Հայաստանում Եվրոպական միության անդամագրման գործընթացի օրենք նախաձեռնեցին, ստորագրահավաք արեցին, որը բացարձակ անիմաց գործողություն էր Հայաստանի եւ Եվրոպական միության հետ էր աշխատում եւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի, բայց բերեցի մեզ սկսեցին ծուղակի մեջ եւ հիմա մեր տնտեսությունը համապատասխան վիճակի մեջ է։ Ես ձեզ հիշացնեմ, որ 2019 թվականին երբ որ գնում էր բանակցություններ Ռուսաստանի նախագահի, Ուկրաինայի նախագահի, Գերմանիայի վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահի հետ եւ արդեն գալիս էին ինչ-որ համաձայնության, ուկրաինական 70 հասարակական կազմակերպություններ ստորագրություններ հավաքեցին եւ ասին արգելում են գալ որևէ համաձայնության։ Եվ դրա հետևանքները եղավ պատերազմ։ Ինչի 70 կազմակերպություններ, որ երբ որ Ուկրաինան ասի հիմա մենք Եվրոպական միությունից օգնություն ենք ստանում, իրենք ասում են մենք ինչ կապ ունենք, որ ձեզ օգնություն տան։ Ձեր հասարակական կազմակերպություններն են դա կազմակերպել։ Նույնը դա կատարվեց այսօր Հայաստանում։ Եվ այդ կներեք սրիկաները Հայաստանը մտցրեցին այս վիճակի մեջ։ Եվ եթե մենք այսօր ասենք Եվրոպական միություն, մենք գործընթաց ենք սկսում եւ ուզում ենք process-ի մեջ մտնել, որ դառնանք Եվրոպական միության անդամ, իրենք ասեն մեզնից ինչ եք ուզում, ձեր հասարակական կազմակերպությունները եւ կուսակցությունները այս ստորագրահավաք արել են, դուք օրենք ընդունել եք, այսինքն ձեռքերը լվալ, բերել երկրները ծուղակի մեջ դնել եւ արդյունքը մենք տեսնում ենք հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությունների պահանջը չափազանց մեծ է եւ հիմա ես մի դրական բան եմ տեսնում Հայաստանում սկսվում է իրոք քաղաքացիական հասարակության ձևավորում, կան շատ կարևոր նախաձեռնություններ, նաև այս քննարկումը ապագա քաղաքացիական հասարակության բջիջների հիմքն է դրվում։ Եվ տեսեք, մենք ասում ենք ընդդիմություն,
այս 30 տարվա ընթացքում ինչ գործընթացներ են եղել Հայաստանում։ Իշխանությունը կեղծում է, ընտրությունները ձեռբակալություններ են լինում, հետո ընդդիմությունը գնում է ստերային պայմանավորվածության իշխանությունների հետ, ձեռբակալվածներին բաց թողելու համար, հետո սկսում են խաղ իշխանություն ընդդիմություն։ Ես հույս ունեմ, որ հիմա այդ խաղը տեղի չունենա, բայց վստահ չեմ, ժամանակը ցույց կտա։ Հիմա որն է խնդիրը։ Խնդիրը այն է, որ եւ իշխանական քաղաքական ուժերը եւ անդիմադիր, որոնք տեղերով երբեմն փոխվում են, հանրության հետ կապ չունեն եւ չկան այդ բջիջները, որ այդ կապը ապահովում են, օրակարգ են ձևավորում, ստիպում են իշխանությանը, այսինքն ամենակարևորը քաղաքացիական հասարակության ստեղծելն է եւ կապ հասարակության եւ քաղաքական ուժերի միջեւ։ Սա իմ կողմից ընդունեք նաեւ որպես ինքնակնդատություն, որովհետեւ ես տվյալ պահին հանդես եմ գալի որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Շնորհակալություն Դեգամելյան, հարցեր։ Դանելյան, ձեր ինքնակնդատությանը ես ձեռք եմ մեկնում ձեզ, հենց այստեղ, հուսով եմ ձեռքս ոտքի մեջ չունենա, եւ ասեմ, որ օրինակ ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, երբ որ Դանիել Յոնիսյանը քննարկում էր մեկ տարվա արգելքը 6 ամսվա, ընդհանրապես քաղ հասարակությունից մարդ չկար քննարկմանը, մենակ ես էի եւ քաղ հասարակությունը ճակերտավոր, որոնք անպատասխան ՀԿ-ի ներկայացուցիչներ են։ Անտարբերությունից եկենք խոսանք, անտարբերությունը գալիս է վերևից ներքև, կուսակցություններից մինչև ժողովուրդը, եւ ժողովուրդը մեկ-մեկ ըմբոստանում է, երբ որ անձնական խնդիրներ է քննարկվում, օրինակ վիոլա ջրի հետ կապված եւ այլն, այսինքն ստորադաս խնդիրներ, ածանցյալ խնդիրներ ձեր ասածից։ Եվ ամենակարևորը ստեղ գալուց առաջ մենք պետք է իմանանք ինչ վտանգներ կան, ինչ խնդրահարույց կետեր կա սահմանադրության կետերի մեջ, այսինքն առ այսօր մեզնից գաղտնի է պահվում, թե որ հոդվածները ինչ բովանդակությամբ ենք փոխելու եւ այդ առումով մեր այսօրվա քննարկումը կարող է լինի դիտվի որպես առարկայազուրկ։ Դրա համար ես օրդ եմ տալի, որ մենք նաև օրինակի համար հռչակագիրը եթե հանվի, ինչպիսի դիմադրություն կարող է մատուցվի գործող իշխանությանը, որովհետև ըստ երևույթի լինելու է ռեֆերենդում։ Իսկ ռեֆերենդումի դիմակայմանը ինչ կետեր կան։ Օրինակ ես որ կտայի իրավական եւ սահմանադրական գործիքներ կիրառվեր, հաջորդը միջազգային փորձաքննություն արվեր, արդյոք կարելի է այս հռչակագիրը ուղղակի հանել սահմանադրության մեջից եւ քաղաքական խորհրդարանական դիմադրության մասով ես նույնպես առանձնացնեի ազգային ժողովի ֆիլտրը, նաեւ հանրային քաղաքացիական գործողությունները, որը մենք այսօր իրականացնում ենք, այդ երկուսի մասով մենք պետք է համագործակցենք եւ առաջ շարժվենք։ Իսկ հանրային քննարկման այսօրվա ձևաչափին ասեմ, որ մենք չունենք հանրային խորհուրդ, մենք չունենք հասարակական խորհուրդներ ցանկացած մարմնում, արդարադատության նախարարություն, կրթության գիտության նախարարություն, ընդհանրապես չկա հասարակական, իսկ այդ ֆիկտիվ հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցում են մեր կյանքի ապագայի առումով, դրանց վրա հույս դնելը մեր մասած գիտեք ինչ է։ Այսքանը։ Շնորհակալություն, որևէ պատասխան չի պահանջվում, որքանով ես հասկանում եմ, բայց որքանով գիտենք, իրենք փորձում են սահմանադրությունը փոփոխել առանց հանրակրի, եւ նաեւ մի կարեւոր բան մենք պետք է ֆիքսենք, երբ որ չկա ռեալ իրական քաղաքացիական հասարակություն, նշանակում է չկա հասարակություն, այլ կա ամբողջ։ Մենք ցավոք սրտի այսօր մենք բոլորս ամբողջ երկրում ամբողջ ենք։ Մենք պետք է փորձենք դառնալ հասարակություն։ Պարոն Դանիելյան, ձեր խոսությամբ շատ կարևոր թեմայից խոսեցիք քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների, որոնք հաստատեցին եթե չասեմ վերջին
քանի տասնամյակում, առնվազն վերջին 1 տասնամյակում շատ կարևոր առանցքային դերակատարություն են ունեցել Հայաստանի այսօրվա իրավիճակի արդյունքն ունենալու հարցում։ Կարող է այդ արդյունք բառը որոշակիորեն հուշի թե դրական արդյունք մասին խոսում, բայց բոլորովին դրական արդյունք չի ունեցել։ Դուք ինքներդ էլ նշեցիք, այդ կազմակերպությունները հիմնականում ծառայել են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում։ Այս պահին Հայաստանում գործում է նոր որակի քաղաքացիական հասարակության տարբեր փոքր կազմակերպություններ, որոնք հիմնականում այդպես փոխային պայքարների մարդկանցից են ձևավորվել եւ իրենք ինչ-որ գործունեություն են ծավալում, հիմնականում իրավական, փորձում են մարդկանց իրավունքները պաշտպանել, բայց եթե 8 տարի անցել է, լավ հաշվենք 5 տարի նրանք գործունեություն են ծավալում եւ այն արդյունքը չի ունենում, ինչ այն քաղաքասարությունը, որը ժամանակին այսպես միահամուռ ուժեղ ձևով գործեց եւ հասավ 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությանը։ Ինչ է կարծում, որն է պատճառը, որ եկեք այսպես անվանակոչենք ազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունները չեն կարողանում լավ էֆեկտ ունենալ այսօրվա իշխանության փոփոխության եւ տարատեսակ իրավունքների վերականգնման հարցում, իսկ օրինակ այն քաղաքասարակության կազմակերպությունները, որ կային եւ հիմա էլ կան, եւ որ արդեն նորից ակտիվացել են, իրենց հետեւ հանրային այսպես ակտիվացումը ունեցել է։ Ուրեմն ձեր հարցին պատասխանելուց նախորդ ասեմ, որ ինքս այդ ոլորտում ունեմ մեծ փորձ, որտեղ նաև հասարակական կազմակերպության ղեկավար եմ եղել, գրանտեր եմ ստացել բավականին ես կազմակերպությունը, բավականին մեծ թափով գործունեություն եմ ծավալել, հիմա ես ձեր համար գաղտնիքը բացեմ, ինչ է տեղի ունեցել քաղաքացիական հասարակության հետ։ Ես կբաժանեմ երկու փուլի, մինչև 2013-14 թվական Հայաստանում եղած քաղաքացիական հասարակություն եւ 2014 թվականից հետո։ Ուրեմն, մինչև 2013-14 թվականը իհարկե կար քաղաքական կոմպոնենտ, բայց հասարակական կազմակերպությունների մեծ մասը անկեղծորեն աշխատում են մարդու իրավունքների ոլորտում, կալանավարների ոլորտում, իմ հասարակական կազմակերպությունը 6 տարի եղել է կալանավայրերի հանրային դիտորդական խմբի մոնիտորինգի նախագահ եւ այդ ամենը 6 տարի մեր կազմակերպության միջոցով էր կատարվում։ Ահագին շատ գործ է արվել իրոք դրական, սակայն 2013-14 թվականին կարևորագույն փոփոխություն է տեղի ունեցել։ Դա սկսվել է ուկրաինական գործընթացներից, երբ որ հիշում եք ասոցիացման, Եվրոպական միության ասոցիացման գործընթացը եւ ԵԱՏՄ-ի գործընթացը։ Այդ ժամանակվանից հետո քաղաքական հասարակական կազմակերպությունները սկսեցին քաղաքականացնել, ովքեր դրան պատրաստ էին մնացին, ովքեր դրան դեմ էին, իրենք դուրս եկան այն գործընթացից կամ իրենց հանեցին։ Ինձ նույնպես, եւ ես դա չեմ ափսոսում, ես գիտակցված եմ արել, որտեղ իմ համար այդ process-ի վտանգ եղել է Արցախը։ Ես հասկացել եմ, եթե մենք մտնում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական ասոցիացիան միության հետ բանավեճի մեջ եւ մեզ տանում են միտեղ, այս աշխարհաքաղաքական բանավեճի կենտրոն ենք դառնում, մենք կորցնելու ենք Արցախը։ Ինձ այդ ոլորտից հանեցին, ես ինքս դուրս եկա եւ ոչինչ չեմ ափսոսում, սակայն 2014 թվականից հետո Հայաստանի հասարակական կազմակերպությունները դարան աշխարհաքաղաքական պայքարի կողմ եւ դրա համար ֆինանսավորվում են։ Ուրեմն պատճառը ձեր հարցի պատասխանը այն է, որ 2014 թվականից հետո հասարակական կազմակերպությունները դարել են աշխարհաքաղաքական պայքարի կողմ եւ դրա համար ֆինանսավորվել են։ Եվ հիմա այն քաղաքացիական հասարակությունը չակերտներով կա, որ կա, դա ծառայում է օտարի շահերին, ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերին։ Եվ նորից եմ կրկնում, շատ կարևոր է, որ այսօր Հայաստանում արդեն սկսի ձևավորվել իրոք քաղաքացիական հասարակություն, որն է այսօրվա քաղաքական կյանքի հիմնական խնդիրը, սահմանադրական կարգի վերականգնումը։ Հայաստանում սահմանադրությունը այլևս չի գործում։ Այդ գաղափարը կարա շատերին միավորվի եւ դա քաղաքական ուժերի օրակարգը պետք է դառնա։ Սակայն այդ դիտակցությունը ես դեռևս չեմ տեսնում քաղաքական կուսակցությունների շրջանում։ Շատ կարճ մի րոպե ներողություն եմ խնդրում,
պարոն Դանիելյան, բազմաթիվ անգամ դες այդ մասնավոր զրույցներում կամ հաղորդումների տարբեր շրջանակում քննարկել ենք շատ առանցքային մի դրույթ։ Իրավիճակը զարգանում է այնքան արագ Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում, որ ֆիզիկապես չեմ ասում, նորմատիվների կամ փաստաթղթերի մակարդակով ֆիզիկապես մենք չունենք ժամանակ։ Մենք գիտենք, որ նվազագույնը, չգիտեմ, մոտակա տարի 2, մինչև 3-4 տարի լրջագույն պրոցեսներ են տարածաշրջանում լինելու, որ ուղղակի ազդելու են Հայաստանի գոյության վրա։ Իսկ հասարակական հասարակություն ձևավորելու աշխատանքների դեպոցը դա մի երկու ազատ պատմություն չի։ Այս բaragայում ո՞նց եք տեսնում։ Ուրեմն քաղաքացիական հասարակություն, հանրային շարժումներ կարող է ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ լինի, ճիշտ դրվի։ Եթե դա ճիշտ չի դրվում, ժամանակ ունենք, ժամանակ չունենք, կկատարվի այն ամենավատը, ինչ որ կկատարվի։ Ես հասկանում եմ, քաղաքական խնդիրը հետևյալն է, Հայաստանում սահմանադրական կարգ չկա եւ սահմանադրական կարգը պետք է վերականգնվի։ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող սահմանադրություն փոխել, չեն կարող տարածքային խնդիրներ հարց լուծել, որտեղ իրենք հակասահմանադրական իշխանություն են։ Սա դառնում է քաղաքական օրակարգ եւ այս քաղաքական օրակարգում արդեն կարող են սկսվել պրոցեսները եւ ես կարծում եմ հենց դա այն բանաձևն է, որը կարող է հանրությանը միավորել։ Շնորհակալություն։ Շուտով լինելու է տեղական ու դրական կառավարների պատրաստվում է սպորտարաններ հիմա խոսում եք մի բանի մասին, իսկ իրենց այդ կատաղությունը, ագրեսիվությունը եւ վերաբերվում է դրա, որ շուտով լինելու են եւ տեղական կառավարման մարմինների ընտրությունները չեն վերջացել, ընտրությունները նոր սկսվում են։ Արդյոք ահա եւ այս փոքր եւ քաղաքական ուժերը ոչ պատրաստվում են որովհետեւ դուք մտածեք, որ իրենք արդեն ծալել են դա մեկ եւ երկու ռիսկերը։ Եթե մենք ինչ-որ մի բան ստեղծենք, իրենք երկուսն են ստեղծելու ավելի հակա այս բոլոր բաներին։ Այսինքն հաշվարկել է պետք բոլոր ռիսկերը եւ կարողանալ այդ ռիսկերի դեմ աշխատել։ Շնորհակալություն Տիկին Ալավերդյան, ես կարծում եմ, որ ձեր հարցը ռետորական է եւ ինձ կոնկրետ պատասխան դուք հիմա չեք ստացել։ Շնորհակալություն։ Վայ Վարդան Հարությունյան։ Ողջույն ժողովուրդ ջան, մեր թեման գլխավոր ընտրական իրավունքն է, իսկ ընտրական իրավունքի բաղկացուցիչ մասը դա նաև այն է, որ պետք է չլինի քաղաքական հետապնդումներ եւ քաղաքական բանտարկյալներ։ Ուստի հիմա մենք եթե նայում ենք այսօրվա իրականությանը, ինչ է կատարվում։ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն ընդունեց 1900 բանաձևը, որը սահմանում է որնակաղ բանտարկյալը։ Այսօրվա դրությամբ ես թվով չեմ կարող ասեմ, արդեն ինչքան քաղ բանտարկյալ Հայաստանում, որտեղ հաշիվը զբաղուց կորել է։ Ու եթե մենք խոսում ենք ընտրական իրավունքի մասին, մենք պետք է պարտադիր հաշվի առնենք քաղ բանտարկյալներին եւ պայքարենք նրանց ազատության համար առաջինը եւ երկրորդ, եթե ուզում ենք լինի իրոք արդար ընտրություն, պետք է դա լինի առանց քաղ բանտարկյալների արկայության եւ առանց քաղաքական հետապնդումների։ Հաջորդ բանը պարոն Աբովյանը գնաց ճիշտ այն կողմ, բայց ինքը մի արտահայտություն արեց, որ սահմանադրությունը վատն է, բայց ես կուզենայի նաեւ որ ինքը ընդուներ, որ ինքը եւ իր կուսակցությունը 2015 թվականի փետրվարի հայտնի ՀԿ խորհրդի նիստից հետո 180 աշճան շրջադարձով եւ ակտիվ ԱՕ-ի կամպանիայի մեջ մտնելով աջակցեց այս սահմանադրությանը, այսպես ասած, գալուն։ Որովհետեւ, ինչպես ասաց պարոն Դանիելյանը,
մենք պետք է ընդունենք քաղաքական ուժերը նաև իրենց սխալները, որ հնարավոր լինի գնալ առաջ եւ նորից ձեռք բերել ժողովրդի վստահությունը։ Նաև պարոն Դանիելյանին կուզենայի ասեմ, որ վաղուց 30 տարի չի, արդեն 36 տարի է, իսկ 30 տարվա թեզը դա Նիկոլ Փաշինյանի թեզն է, որով ինքը պարզապես նախկին նախագահների կառավարման տարիները փորձում է սևացնել։ Շնորհակալություն։ Իրոպե Հակջան։ Մի խնդրանք էլի, ես ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա քննարկման թեման հետևյալն է։ Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում։ Եթե նայեք, մենք բախվել ենք մի հատ իրավիճակի, որտեղ արցախցիներին են Ծառուկյանի ընտրական իրավունքը վարկապետվել է արտասահմանից եկողներին ու նաև պատժել են մարդկանց, որ եկել են իրենց ընտրական իրավունքը իրացնելու այդ 25-օրյա հավաքներով։ Հիմա էլ արտասահմանում ապրող հայերի ընտրական իրավունքն են ոտնահարում ու կարծում եմ սա շատ լուրջ խնդիր է, եկեք մնանք այս սահմանների մեջ այս թեման։ Անշուշտ կմնանք այդ շրջանակներում, իհարկե ոչ ոք իրավունք չունի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, սա նոնսենս է, երբ որ այս կամ այն առումով փորձում են զրկել իրավունքից, նամանավանդ իհարկե նոնսենս է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն փորձում են զրկել ավելի ճիշտ իրավունքից քվեարկել, կրկնեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետև մենք ստիպված ենք այսօր իրավական առումով, բոլոր առումներով այս հարցերի շուրջ քննարկումները ծավալենք, վաղը կարող է որոշեն, որ օրինակ, չգիտեմ, կանաչ աչքերով հայերը իրավունք չունեն քվեարկել։ Դա նույն տրամաբանության շղթայի մեջ է։ Կամ օրինակ, որ իրենք չեն սատարում նեո, չգիտեմ, այդ բոլշևիկյան, sense մի քիչ նեոբոլշևիկյան երանգներ ընդունում, եթե դու չես սատարում այն մարդկանց, ովքեր իրենց համարում են իշխանություն։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է։ Ինչ վերաբերվում է 15 թվականին, 16 թվականին, չեմ ուզում հակադարձեմ հարգարժան գործընկերոջը, երեխեք ջան, չեմ ուզում հակադարձեմ, բայց իրականում կոչ եմ անում ոչ թե անցյալին չվերադառնալ, անցյալը անպայման պետք է վերլուծվի։ Եթե անցյալը չի վերլուծվում, ուրեմն ապագա չկա։ Իսկական ապագա, էլի, ապագակայի մասին չի խոսքը գնում։ Ինչ վերաբերում է 15 թվականին, դուք քանի տարեկան էիք այդ ժամանակ։ 29 տարեկան։ Չէ, լավ եք պահպանվել։ Հա, եկեք։ Չէ, խնդրեմ, ես պարզապես եթե ինձ չհիշատակեին, ես չէի մոտենա լսափողին։ Այս պարագայում եթե մենք հիմա սկսենք քննարկել 15 թիվ, 18 թիվ, որտեղ է եղել, ինչ արել, ոնց է եղել, ապա մենք անխուսափելի այս քննարկումը կդարձնենք արդեն այլ ուղղությամբ։ Յուրին համաձայն եմ ձեզ հետ, որ մեր խոսքը հաստատին ավելի շատ ապագային կամ անցյալին։ Արեք եք ինձի հաչեցնում։ Բարի երեկո, հարգելի գործընկերներ, հարգելի բարեկամներ։ Ուրեմն իհարկե շատ կարևոր է նախ եւ առաջ շնորհակալություն թմի անդամներին, ովքեր կազմակերպեցին այս հավաքը։ Հասարակական քննարկումները շատ կարևոր են, սակայն մենք բոլորս արդեն 36 տարի է, ինչ ականատես ենք դարձել, որ խախտվում է օրենքը, իրավունքը մարդու, սահմանադրությունը այս մարդը խախտում է ամեն օր, դա մենք ականատես ենք այս վերջի տարիներում, որ հարյուրավոր քայլեր արել։
ուրեմն օրենքը խախտում է ամեն օր, ինքը դրանից բացի էլ ավելին, ինքը իր ծրագրի մեջ, իր թմի, այդ որ ներկայացրել են, ուղղակի սահմանադրական խախտման մաս ունի, որ կաթողիկոսին պետք է հեռացնեն։ Սահմանադրության դեմ է գնացել ուղղակի իրանց ծրագրով։ Սակայն մարդիկ ամեն դեպքում իրան ընտրել են։ Մոտ 600,000 մարդ։ 120,000 ինչ-որ մի քիչ բանը, բայց 600,000 մարդ ընտրել է իրան։ Այդ ոնց ստացվեց տենց։ Որովհետև մոտ 300,000-ը, առնվազն 300,000-ը, այդ այն մարդիկ են, ովքեր դեմ են եղել հներին, սենց ասենք, որ պատկերացնեք։ Ժողովուրդ ջան, շատ կարևոր է լինել ազնիվ։ Մենք խոսում ենք հասարակությունը, պետք է համախմբենք, պետք է բանանենք, չի ստացվելու։ Այս մարդը էլի խախտելու է ամեն ինչ, սահմանադրությունն, օրենքներ նստացնելու է, ամեն ինչ անելու է։ Ու անցկացնելու է, սահմանադրությունն է կանցնելու, ինչքան ուզում ենք հավաքվեք, սենց հներով, բաներով, սաղ գիտեն, ժողովուրդը հասկանում է, ժողովուրդը պատկերացնում է, որ այս 36 տարի ինքն էլ, այս Նիկոլն էլ իրանց հետ միասին սաղ շաղ կապված են, ժողովուրդ ջան։ Այսօր պետքա, Սանձրևը չի թողելու ասեմ, բայց ես կասեմ, երիտասարդներն են պետք, հին ուժերը պետք է ապաշխարեն, երիտասարդներին առաջ տան, երիտասարդները գնան։ Մենք հներով պետք է կարողանանք իրանց ինչ-որ ձևի խորհուրդներով օգնենք, որ այս երիտասարդ ուժերը կարողանան ոտքի կանգնեն, համախմբեն ու փոփոխություն։ Հները պետք է հեռանան, հերիքա, բոլորը շաղ կապված են ու հերիքա սուտ խոսալ, պետք է ազնիվ լինենք, պետք է ապաշխարենք, ազնիվ լինենք։ Ժողովուրդը սա հասկանում է, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է։ Շնորհակալություն։ Ոստել շատ չերկարացնեմ, ես ում եմ տալի։ Привет, ախպերս։ Այ։ Ես միկրոֆոնն էլ տամ էլի։ Ժողովուրդ ծառերի տակ գնանք, այնտեղ ազատ քննարկում իրար շփվենք ուղղակի, մինչև հասկանանք անձրևի հետ ինչ է պատահում։ And I'm singing the rain. Just that. And walking the rain. Կատաղած անձրևը, սարին անձրևը, մարդկանցից ապել է փողոցները, փողոցից մակրել է կետ ու կոշին։ Լավ ընդ լիչում է։ Պոտենցիալ ընտրողները հավաքվում են ծառերի տակ։ Սպարտակ ջան ոնց պատմության, իրավագիտության, ռեժիա մեծ է գնացել։ Գայանե, ոյ կներես։ Դե ընտրական իրավունք ունես, ընտրելու իրավունք ունես, Հայաստանի քաղաքացիություն վերցրել ես։ Այսինքն դու ընտրական իրավունքից զրկվել ես։ Ես արցախցի եմ, ես 70 կոդով եմ։ Բայց դες վիրավորական չի քեզ համար որ քեզ զրկել։ Իհարկե վիրավորական է, չէ որ ես հայ եմ, ինչ կապ ունի որ ես Արցախից եմ, նույն կապույտ պասպորտն է ու կոդը ինչ կապ ունի։ Ես հայ եմ, իմ ազգանունը Յանա, ես պետք է իրավունք ունենայի, բայց մեզ զրկեցին այդ իրավունքից։ Իսկ երբ է զրկել քաղաքացիություն ստանալու համար։ Առաջի անգամ որ օնլայն գրեցինք, մերժում ստացանք եւ այդ երևի մայիսի վերջ 2026 թիվ այս թվականին միջև ընտրությունները Իսկ ինչի մերժեցին։ բացատրություն չկար ասցին մի անգամ էլ փոխեք Այսինքն կարող ենք ենթադրել որ արցախցիներին զրկել են ընտրական իրավունքից 2026 թվականին հունիսին մասնակցելով ազգային Ես մտածում եմ ու կարծում եմ որ հա այդ դրա համար էր որ մտածում եմ չէ որ մեկ մարդու ձայնը լիքը բան կորոշեր Հա մանավանդ Բարգավաճ Հայաստանի դեպքում
Ոչ բնակության Նույնիսկ մենք Կարանք ստեղ է խոսում։ Ստեղ ընդեր նստել չի լինի։ Այդ էքստեր ով է ասում խոսում։ Հայաստանում սպարտակի պետք է լինի 100%։ Լիլիթ, քանի որ դու Կարանք ստեղ խոսում։ Ստեղ Կարանք խոսում։ Որ Լիլիթը Գերմանիայից է եկել ու Գերմանիայում շատ ակտիվ մասնակցում է Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական կյանքին, բայց այս նոր աքսորի օրենքով իրան ընտրական իրավունքից զրկել են։ Հիմա խոսքը կփոխանցեմ Լիլիթին։ Լիլիթ Քոչարը։ Ես կմիացնեմ։ Ներողություն եմ խնդրել, մեր շահանակարումը շարունակված ձեր ձայնը խանգարական է։ Դիմացը կանգնա։ Որ խնդրեմ մի պահ կպահես, բան չանեմ։ Բարև բոլորին, ես Լիլիթն եմ Բերլինից ու ես այն մարդկանցից եմ, ում զրկել են այս հապճեպ օրենքով ձայնի իրավունքից ու քանի որ ես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես ընդհանրապես ձայնազուրկ եմ այս մոլորակում։ Ես ընդհանրապես ոչ մի երկրում, ոչ մի ընտրությունների մասնակցելու իրավունք չունեմ։ Ու դա իմ մարդկային իրավունքներից զրկելու օրենք է, դա նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ է։ Ես կարծում եմ մենք պետք է սկսենք որևէ իրավական process հենց սահմանադրությունը խախտելու պահով, քանի որ բոլոր օրենքները, որ ցանկացած ազգային ժողով ընդունում է, պետք է նախ եւ առաջ բավարարի երկրի սահմանադրությանը, երկրի գերագույն օրենքին, ու այս այն դեպքն է, որ օրենքը իսկապես խախտում է սահմանադրությունը եւ խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Թերևս այսքանը մենք սկսել ենք մի շարժում արտերկրում ապրող հայ քաղաքացիներով եւ մոտ ապագայում արդեն ավելի լսելի կդարձնենք մեր ակցիաները, խնդրում եմ միանալ։ Մենք ունենք Facebook page, ինչպես է անունը, իմ ձայնը։ Ընտրական իրավունքս։ Կներեք, ընտրական իրավունքս Facebook-յան page ունենք, շուտով կունենանք նաև այգ, խնդրում ենք հետևել, միանալ, աջակցել։ Կուզեի նաև ասել, որ այս մեր արտասահմանում ապրող հայերի ընտրական իրավունքը վերականգնելու պատճառը պետք է լինի ոչ միայն դրսում ապրող հայերի խնդիրը, պետք է լինի նաև Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի խնդիրը, որովհետև ձեզնից ցանկացածը կարող եք ցանկացած պահին ընկնել այն կատեգորիայի մեջ, ում զրկել են ընտրության իրավունքին ցանկացած ապագա ընտրություններում կամ սահմանադրության շուրջ ինչ-որ հանրաքվեների ժամանակ։ Նաև ձեզ համար պետք է կարևոր լինի դրսի հայերի ձայնը, քանի որ դրսի հայերը